Բարի առավոտ էլի բարեկամներ, բարի լույս, բարի լույսը եւ շնորհակալ ենք Աստծուց, որ նորից այսօր մեզ կյանք տվեց, եւս մեկ օր ունեցանք, բացեցինք մեր աչքերը առավոտ, վստահ որ շատերս ասեցինք մեր առաջին միտքը կամ խոսքը, Տեր շնորհակալ ենք այսօրվա համար եւ մենք մեր առավոտը սկսում ենք Աստծո խոսքով։ Այսօր մեզ է միացել մեզ ելի Հայկ Պողոսյան եղբայրը, Վանաձորից, հովիվ Հայկ Պողոսյան եղբայրը։ Հայկ ջան, բարի լույս եղբայր, շնորհակալ ենք, որ միացար մեզ։ Բարի լույս Աբրահամ ջան, Տեր օրհնի քեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Փառք Տիրոջը, ուրախ եմ, որ կաս, ուրախ եմ, որ միացար մեզ, շնորհակալ եմ։ Փառք Աստծուն, այս հնարավորության համար։ Թեման միանգամից անցնենք թեմային այսօր մենք ես քեզ մոռացա ասել որ երգ չենք ունենալու արդեն առանց երգի պետքա լինի մեր եթերները այն իմաստով որ նախ ժամանակը փոքր կարճացնում ենք 15 րոպե այսինքն 45 րոպեանոց պետքա լինի թեպետ դեռ չեմ կարողացել ուղիղ 45 րոպեն պաշտպանել եւ երկրորդը քանի որ YouTube ենք գցում ուրեմն մեր տեսանյութը երբեմն YouTube-ը թույլ չի տալիս որովհետև երգեր կան երգերը YouTube-ից քաշած է հեղինակային իրավունքի խախտում է ինքը հասկանում դա պատճառը դա է անցնենք մեր բուն թեմային միանգամից որպեսզի աշխարհը իմանա այսպես հետաքրքիր վերնագիր ունի ինչի մասին է լինելու խոսքը եւ միանգամից անցնենք թեմային Միջև թեմային անցնելը ուզում եմ մի փոքր անդրադարձ կատարեմ նախորդ մեր հանդիպմանը, որ վերջի անգամ մենք հանդիպեցինք, այն պատգամը Աստծո սիրո 5 մակարդակներն էին եւ որոշ թյուրըմբռնում էր տեղի ունեցել այդ դրա հետ կապված ես փորձում եմ մի կարճ մեկ-երկու նախադասությամբ գոնե բարձաբանում մտցնեմ դրան որ երբ որ ես խոսում եի առաջի մակարդակի մասին, որ Աստված բոլորի համար հայց չի,
արարիչ է եւ նա որպես արարիչ է սիրում իր ստեղծագործությանը մարդը, որը իր ստեղծագործության գլուխ գործոցն է եւ երկրորդ մակարդակում Աստված լինելով Աստված, մնալով Աստված եւ արարիչ հայրական սեր է դրսևորում նրանց նկատմամբ, ովքեր Հիսուս Քրիստոսին ընդունում են իրենց անձնական Տեր ու Փրկիչը։ Այսինքն Աստված մնում է Աստված բոլոր իրավիճակների մեջ։ Ուղղակի ոմանց համար մնում է միայն այդ մակարդակի վրա, որպես արարիչ եւ ստեղծագործություն, որոշների համար չէ, որպես արարիչ ստեղծագործության նկատմամբ։ Հա, ստեղծագործության, որտեղ աստիկ ստեղծագործություն Այո, արարիչ ստեղծագործություն հարաբերություն, երկրորդ մակարդակը որպես հայր եւ որդի հարաբերություն։ Հիմա հայր եւ որդի հարաբերության մեջ լինելով մենք նրան նույնպես ճանաչում ենք որպես Աստված։ Այսքանը դրա հետ կապված, ինչ վերաբերվում է այսօրվա մեր թեմային, որևէ մեկի համար գաղտնիք չի, որ մենք ապրում ենք մի այնպիսի պայմաններում, որ երկիր մոլորակը ամեն օր մեր աչքերի առջև դեգրադացվում է, ապականվում է եւ Տեր Հիսուս Քրիստոսն էլ զգուշացրեց մի քանի օրինակներով թե Սոդոմ Գոմորի, թե Նոյի ժամանակների, թե մարդու որդու գալուստը երբ է լինելու, թե ինչպիսի քաոսային վիճակ է լինելու աշխարհի մեջ, թե քաղաքական, բարոյական, տնտեսական, կլիմայական բոլոր առումներով ամեն օր լույսը բացվելով մենք բազմաթիվ վատ լուրերի ենք ականատես լինում, բայց փառք Աստծուն, որ նրանք ովքեր սովորություն են Սուրբ Գրքի հետ մտերիմ լինելու, ընկերություն անելու, նրանց մոտ միշտ լավ ինֆորմացիա կա, լավ տեղեկություն կա, այդ Սուրբ Գիրքը հավատքը լսելը Աստծո խոսքից, բայց այդուհանդերձ իհարկե խոսքը վերաբերվում է նրանց, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, ովքեր Հիսուսին ընդունել են իրանց կյանքի մեջ, իրանց սրտի մեջ որպես անձնական Տեր ու Փրկիչ, մի կարևորագույն բան պիտի մենք հասկանանք եւ պատասխանատվություն վերցնենք մեր վրա։ Տիրոջ ասած խոսքի համեմատ, որ դուք եք երկրի աղը, դուք եք աշխարհի լույսը։ Եվ երբեմն իհարկե մեզ համար կոմֆորտ է, որ մենք բնակվենք լույսի մեջ, այսինքն մենք գնանք այնպիսի տեղեր, որ լուսավոր է, ոչ մի խնդիր չկա, բայց Տերը, ինչքան ես կարդում եմ Սուրբ Գիրքը, նույնիսկ Պողոս առաքյալի օրինակով, Տերը ասեց, ես քեզ ուղարկում եմ, ես քեզ խավարից ազատեցի եւ ուղարկում եմ այնտեղ, որպեսզի դու գնաս մարդկանց խավարից դեպի լույսը տեղափոխես։ Մեզ ձեռնտու չի, հաճելի չի գնանք խավարից մարդիկ բերենք դեպի լույսը, բայց փառք Աստծուն, որ Աստված մեզ լուսավորել է եւ այդ լույսը ուզում է խավարի մեջ լուսավորի։ Կարիք չկա լույսը լույսի մեջ լուսավորի, լույսը լույսի մեջ է։ Թեպետ Տեր Հիսուս ասեց, որ քաղաք, որ լեռան վրա է, չի կարող ծածկված մնա, եւ երբ որ լույսը վառում են տան մեջ, դնում են աշտանակի վրա։ Այսինքն լույս, որ դու Քրիստոսի մարմնի մեջ պետք է որպես անհատ լուսավորես տան մեջ, եւ երկրորդը քաղաք դարձեն եկեղեցին ամբողջական, որ պիտի լուսավորի։ Ես այս խոսքի հետ կապում եմ մի կարևորագույն զուգահեռ, որ նավը կամ ինքնաթիռը ունի անձնական մեկ պերսոնալ ունի, չէ, անձնակազմ ունի, որը գործում է այդ սպասարկում է այդ տվյալ նավի մեջ գտնվող մարդկանց կամ ինքնաթիռի մեջ, եւ երբ որ վթարային իրավիճակ է ստեղծվում, իրանք արտակարգ ռեժիմով պիտի գործեն եւ իրանք իրավունք չունեն իրանց թույլ տան, ասենք, ուղղակի գնան սուրճ խմեն, հանգստանան, որտեղ շատ արտակարգ մի ռեժիմ է եւ իրանք ինչ պիտի անեն, մարդկանց պիտի ծառայեն, որպեսզի մաքսիմում շատ մարդկանց փրկեն եւ այս առումով երկիր մոլորակը, քանի որ ապացուցելու կարիք չկա, որ ինքը ահավոր շատ մեծ արագության գլորվում է դեպի դժոխքը բոլոր առումներով, այստեղ քրիստոնյաները անելիք ունեն։ Ինչն է այսօրվա քրիստոնեության, ինչ ասեմ, սխալներից մեկը, այսպես եթե ներկայացնեմ, անհոգությունը եւ սեփական կոմֆորտից դուրս չգալու ցանկությունը,
որ մենք եկեղեցիների մեջ շատ լավ պայմաններ ենք ստեղծել, ծառայությունը, հաճելի խոսքը, երաժշտությունը, պայմանները լավն է, նստարանները, ամեն ինչ լավ է, բայց մենք չենք ուզում դուրս գանք, որտեղ հաճելի չի գնանք գործ ունենանք մարդկանց հետ գուցե որոնք մեզ չեն ընդունի կծաղրեն այսպես կամ այնպես, բայց Տերը ուզում է որ մենք պատասխանատվություն վերցնենք։ Տերը ուզում է որ մենք պատասխանատվություն վերցնենք։ Այսինքն ուզում ես ասես որ հիմա այդ արտակարգ վիճակն է, որ արտակարգ ռեժիմի մեջ պիտի մտնի քրիստոնյա։ Ավելի Եկեղեցու հայրերից մեկը մի հետաքրքիր ձևակերպում արեց, ասեց եկեղեցի նայի թե աշխարհի հետ ինչ կատարվեց, երբ որ դու դադարեցիր լինել այն ինչ որ պիտի լինես։ Որտեվ ես չեմ ուզում որ մենք Աստծո տվածից շատ մեզ վրա պատասխանատվություն վերցնենք, ընկնենք ինքնադատապարտության տակ, բայց կարծում եմ ամեն մեկը իր սրտի մեջ կարող է հարցնել Ես ով եմ, իմ անելիքը որն է, իմ կոչումը որն է, բնական լինել, ոչ թե մարդը ինքնակոչ ինչ-որ գործունեություն ծավալի, այլ բնական քրիստոնյա լինի, ինչի մասին ես շատ արագ փորձում եմ ներկայացնեմ։ Ռոմեացիս առաջի գլուխ 14 համարի մեջ Մինչև ներկայացնես հայտ եղբայր ուղակի կարիք կար ասելու սա խնդրելու մեր սիրելիներին որպեսզի կիսվեն այս եթերը իրենց ընկերների հետ սիրով շարունակիր կներես Ռոմեացիս առաջի գլխի մեջ Պողոս առաքյալը դες ինչ է ասում հույներին, բարբարոսներին, իմաստուններին, անմիտներին էլ պարտական է ինքը կարող ասել ես որևէ մեկին ոչ մի բան պարտական չէ բայց Ռոմեացիս առաջի գլխի մեջ ինքը չի ասում միայն հրեաներին ինքը լինելով նախանձավոր հրեա իր ազգի համար կյանքը դրած մեկը, որ ասում է կուզեի նույնիսկ իմ ազգի համար իմ կյանքը ստալ, բայց այդտեղ հանկարծ տեսնում ենք, որ հույները, բարբարոսները, իմաստունները լավ հասկացանք իմաստունների, հույների, դրանք բարձր ծագումով ազգեր են, չէ՞ ասենք համար ենք ազգը, բայց նայում եմ անմիտները որտեղ տեղավոր են, բարբարոսները որտեղ տեղավոր են, որ ինքը ասում է իրանց էլ են պարտական Այսինքն կարևորագույն բան կա, որ ինքը տիրոջ հետ հանդիպելուց, սա ուզում եմ սրա վրա շեշտադրում անեմ, քանի որ վերնագիրը որպեսզի աշխարհը իմանա, սա խոսքը վերաբերվում է Աստծո որդիների հայտնությանը, որի մասին մենք կարդում ենք Հռոմեացիս շատ լավ խոսքը 8:10-ի մեջ, սա արթնության նախադրյալն է, արթնության պայմանն է այս համարը, քանզի ստեղծվածները մեծ ակնկալությամբ Աստծո որդիների հայտնվելուն կսպասեն։ Եվ այնտեղ շարունակության մեջ մենք գիտենք, որ ինչի համար կսպասեն, որպեսզի իրանք էլ հասնեն այն փառավոր ազատությանը, որ ունեն Աստծո որդիները։ Գիտես, խնդիրը ինչն է, որ մեր ժամանակների մեջ տեսական քրիստոնեության կարծես թե պակաս չկա, որտեղ գիտակներ կան, ինֆորմացիայի դարա, քարոզների բազմազանություն կա այսօր։ Եվ մարդը շատ ինֆորմացիայի է տիրապետում եւ մեր մոտ ես այս միտքն էլ ասեցի, մենք ամեն օր նոր բաներ ենք փնտրում, նոր քարոզներ, նոր հայտնի դեմքեր, նոր, կարծես են հինը մենք աթուփատ ենք արել, շատ կիրառություն ենք գտել մեր մեջ, հիմա նոր բաներ ենք փորձում գտնել, բայց Աստված ուզում է, որ մենք քայլ առ քայլ գնանք առաջ եւ ամեն ստացածի համեմատ, քանի որ ասում եմ, շատ տրվեց, նրանից է շատ կպահանջվի։ Այսինքն տեսական քրիստոնեությունից տեղափոխվենք գործնական, կիրառական քրիստոնեության։ Եվ դες Պողոս առաքյալը Տիմոթեոսին ապահովագրելով նման մոլորությունից կամ շփոթմունքից Տիմոթեոսին հետաքրքիր խորհուրդ է տալիս։ Սրանց վրա խորհի առաջի Տիմոթեոս 4:15-16 համարի մեջ։ Սրանց վրա խորհելով նրանց վրա պարապի, որպեսզի քո առաջադիմությունը ամենքին հայտնի լինի։ Այսինքն այնպես չէ, որ դու ինքդ քո մասին լավ կարծիք ունենաս, իմ նման քրիստոնյա չկա, ես ամենալավն եմ, ամենալուսավորվածն եմ, շատ հայտնություններ ունեմ, բոլորից շատ եմ կարդում, բոլորից շատ եմ աղոթում, բոլորից շատ բոլոր բաները, ասում եմ, որպեսզի ամենքին, ես այս ամենքը մի քանի անգամ եմ այսօր ընդգծելու, որպեսզի ամենքին, այսինքն այս ամենքի մեջ չի մտնում միայն մարդու այդ նեղ շրջապատը, որոնք կարող են հաճելի բաներ ասեն մարդու ականջի տակ։
Այն իր շրջապատող մարդիկ, այլ բոլորի մեջ մտնում են, թե եկեղեցու մեջ մարդիկ, թե եկեղեցուց դուրս գտնվող մարդիկ։ Սա շատ կարևոր է, որ մենք չունենանք, ես ոչ թե ուզում եմ մենք անկարծիք լինենք մեր մասին, Քավլիցի։ Ես ոչ ուզում եմ մենք ինչ որ անլիարժեքության զգացում ունենանք, ոչ էլ չափից շատ մեր մասին կարծիք ունենանք, որը չի համապատասխանում Աստծո չափանիշին կամ Աստծո գնահատականին մեր նկատմամբ։ Մենք Աստծո խոսքի եւ Սուրբ Հոգու ներքո իմանանք մենք ով ենք եւ ըստ այդմ շարժվենք։ Սա շատ կարևոր է։ Գիտես, sense արտահայտություն կա, երբեմն լսել եմ քրիստոնյաների, մի քանի անգամ ասել եմ մեր եթերով, ուզում եմ, քանի որ նյութը սրա մասին է եւ այս արտահայտությունը ուղիղ կապ ունի, շատ քրիստոնյաներ այսպես են անում, ասում, երբ հատերը գալու մեզ էս չար աշխարհի ստանի։ Յանի մենք բան ենք, էլի, sense արդեն դզված ենք։ Բայց նկատում ես, որ էգոիզմություն կա, էգոիստություն սրա մեջ, մի ձևով Տերը մեզ չի փրկել, որ գա տանի։ Այո, լինելու է դա։ Դրա մասին խոսք չկա, գալու է սուտ, բայց մեզ փրկել է, որ մենք պատճառ լինենք փրկության շատերի։ Սա կարծես մեջտեղից դուրս է գալի երբեմն։ Պարտականություն կա, ինչպես դու ես ասում։ Անպայման։ Տես, Հիսուս ուներ մարմնավոր եղբայրներ, որոնք չէին հավատում նրան։ Այդպես էլ գրված է Սուրբ գրքի մեջ, Հովհաննես 7-րդ գլխի մեջ խորհուրդ են տալիս եղբայրները Հիսուսին, ասում է, որովհետև մեկը չկա, որ ծածկաբար բան անի եւ ինքը հայտնի լինել ուզի։ Եթե դու այս բաները անում ես, եղբայրները ասում են Հիսուսին, ինքզինք աշխարհին հայտնի։ Քանզի իր եղբայրներն էլ չէին հավատում իրեն։ Այստեղ ի՞նչն է խնդիրը, որ դա Հովհաննես 7-րդ գլխի մեջ է։ Հետո Հիսուս իրաց ասեց, ես հիմա չեմ գնում, բայց հետո ծածկաբար գնաց եւ հետո 7-րդ գլխի վերջում, տոնի վերջում կանգնել էր եւ աղաղակում էր, ասում էր, նա ով ծառավա թոգայինց եւ նրա ներսից ինչ պիտի անի։ Կենթանի ջրի աղբյուրներ պիտի բխեն։ Այսինքն խնդիրը նա է, որ Հիսուսը չասեց եւ ինքը չի հագցնում, որ ինքը ուզում է հայտնվի աշխարհին, որովհետեւ ինքը եկավ հայտնվեց եւ մենք Սուրբ Ծնունդը նշում ենք, ասում ենք Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց։ Աստծո որդիները պիտի հայտնվեն աշխարհին, չեն կարող ծածուկ մնալ։ Հիսուսը ծածուկ կյանք չապրեց։ Ինքը եկավ Աստծո ստանդարտները ներկայացրեց, Աստծո պատգամները ներկայացրեց աշխարհին։ Հիսուսը, երբ որ նոր սկսեց իր ծառայությունը, Մարկոս ավետարանի մեջ ասում է, լեռը ելնելով իր ուզածները իրեն կանչեց։ Ու նրա մոտ գնացին եւ 12 հոգի ընտրեց, որպեսզի ինչ անեն, իրեն հետ լինեն, առաջինը, ամենակարևոր բանը, իր հետ լինեն եւ նրանց ուղարկեց ինչի համար քարոզելու։ Հիմա ուզում եմ հասկանամ, իր հետ լինեն, թե գնան քարոզեն։ Այսինքն իր հետ գնան քարոզեն։ Իր հետ լինելով գնան քարոզեն։ Սրանք ջատելու կարիք չկա, ոչ թե ասեցի մի պահ ինձ հետ եղեք, հետո գնացեք ինչ ուզում եք արեք, այլ իմ հետ եղեք, իմ հետ գնացեք, առավել եւս երբ որ մենք այդ մեծագույն խոստում ունենք Մատթեոս ավետարանի վերջում, որ ահա ամեն օր ես ձեզ հետ եմ միջև աշխարհի վերջը։ Եվ այդ կոնտեքստը վերաբերվում է աշխարհին ավետարանելու, աշակերտելու, քարոզելու Այս համարին մենք ուզում ենք Տերը մեզ հետ լինի, բայց Տերը ասել է ինչի համար է ինքը ուզում մեզ հետ լինի։ Նախ այո, մեր համար, մեր հետ լինի հաղորդակցվելու համար, բայց նաև մեր միջոցով ինչ անելու աշխարհին հասնելու համար։ Այսինքն ստեղ մի հատ աքսիոմա է ձևավորվում, բանաձև։ Կարող ենք այսպես ասել, որ եթե ես ասում եմ Հիսուսի հետ եմ, ուրեմն արդյունքը գնալ քարոզելն է։ Այո։ Այսինքն սա կապված է իրար հետ։ Չեմ կարող ասեմ ես Հիսուսի հետ եմ, բայց արդյունք չունենա նրա հետ լինելը։ Չերևա այդ արդյունքը։ Տիրոջ այցելությունը թե 5 կտակարանի մեջ ցանկացած մարդու, որ Տեր այցելություն արել, հատուկ միսիայի համար է արել։ Մովսեսից սկսած Գեդեոնով, որպեսզի իրանք ծառայություն անեն մարդկանց փրկության ծրագրի մեջ, եւ Տերը այրվող մորենու մոտ հայտնվեց Մովսեսին։ Շատ կարևոր բան ես ասում։ Հայտնվեց, ուստեղ մի հատ կարևոր նորից մի հատ եզրակացություն հայտնությունը, այսինքն։ Այսինքն, եթե մարդը դեռևս հանդիպում չի ունեցել Տիրոջ հետ, ինքը կարիք ունի հանդիպման Տիրոջ հետ։ Ինքը չի կարող ներկայացնել նրան, ում հետ ինքը չի հանդիպել։
նա պետք է հանդիպի Հիսուսի հետ, որպեսզի կարողանա նրա պատգամները եւ նրա որակները դրսևորի այն մարդկանց, որտեղ Աստծո որդի լինելը մեծագույն, ամենամեծագույն կոչումն է, չի կարող առանց Հիսուսի, առանց Սուրբ Ոգու մարդը Աստծո որդի լինի։ Եվ իշխանություն, հիշենք խոսքը։ Այո, իշխանությունը։ Եվ ահա ինչ է ուզում Տերը հայտնի, ինչ է ուզում, որ աշխարհը իմանա։ Այս համարը, որ հիմա կկարդամ, հենց սա պատճառ եղավ, որ այս պատգամը ես պատրաստեցի։ Հովհաննես 14:31-ի մեջ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է միայն թե աշխարհը իմանա, որ ես Հայրը կսիրեմ ու ինչպես Հայրը ինձ պատվիրեց, այնպես կանեմ։ Սա շատ կարևոր մի համար է։ Տեր Հիսուսը հստակ է ասում, թե ինքը ինչ նպատակի հետևող մեկն է։ Միայն թե աշխարհը իմանա, որ ես Հայրը կսիրեմ եւ ինչպես Հայրը ինձ պատվիրեց, այնպես կանեմ։ Այստեղ ես տեսնում եմ սերը հնազանդության մեջ։ Այսինքն Մեսի ջան է։ Այո։ Սա մեզ ուղղված խոսք է, հա։ Շատ մարդիկ կան, որոնք ասում են ես սիրում եմ Աստծուն, բայց ցավոք սրտի հնազանդությունը բացակա է։ Սիրելով Աստծուն մարդը պիտի հնազանդություն ունենա, այնպես ինչ որ Հայրը ինձ պատվիրեց, ասում է այնպես եմ ես անում։ Տեր Հիսուսը մեկ ուրիշ տեղ ասում է, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանները ինչ արեք, պահեք։ Այստեղ 3 բանի վրա եմ ուզում շատ ուշադրություն դարձնեմ եւ հերթով նրանց կանդրադառնամ շատ արագ։ Առաջինը, ինչպես Տերը ասեց, միայն թե աշխարհը իմանա, որ ես Հայրը կսիրեմ։ Սիրելի լսարան, սիրելի քույրեր, սիրելի եղբայրներ, ամենալավագույն բանը եւ ամենառաջի պատվիրանը, որ Տերն ասեց, սիրիր քո Տեր Աստծուն, քո ամբողջ սրտով, մտքով, կարողությամբ, չէ։ Հիմա սա պետքա մենք քայլ առ քայլ ամեն օր պետքա ավելի զարգացնենք, աճացնենք, որտեղ սերը աճելու կարիք ունի։ Առաջինը սեր հոր նկատմամբ, երկրորդը սեր իրարու նկատմամբ։ Սրանքով ամենքը նորից եմ ընդգծում։ Ամենքը Հովհաննես 13:35 սրանով ամենքը պիտի իմանան, թե իմ աշակերտներն եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Ուրեմն առաջինը հոր նկատմամբ, Աստծո նկատմամբ սերը, երկրորդը իրարու նկատմամբ սերը։ Ամենքը սա չի վերաբերվում աշխարհիկներին։ Սա վերաբերվում է սա չի վերաբերվում միայն եկեղեցու մեջ գտնվողներին։ Սա վերաբերվում է ամենքին, բոլորին, որոնք թե եկեղեցում են, թե եկեղեցուց դուրս են, ամենքը սրանով կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրարու վրա սեր ունենաք։ Ես ուզում եմ մի հատ հարց տամ, ի՞նչ է բարությունը, ի՞նչ է գութը, ի՞նչ է կարեկցանքը։ Միանշանակ դա սիրո դրսևորումն է գործողության մեջ։ Չի կարա մեկը ասի ես սիրում եմ, բայց չունենա բարություն, չունենա գութ, չունենա կարեկցանք որևէ մեկի նկատմամբ։ Ինչից զուրկ են Հիսուսի ժամանակվա փարիսեցիները եւ կրոնավորները եւ ցավոք սրտի մեր օրերի մեջ էլ մենք տեսնում ենք նմանատիպ դրսևորումներ, այդ չարությունը սահմանները կարծես թե արդեն չունի, այնքան ահավոր զարգացություն ունի այդ չարությունը, որ ես այդ օրինակը բերել եմ մեր մոտ առանց որևէ քաղաքականացնելու։ Մենք տեսանք լուրերով, որ քահանան Գյումրիում լրագրողին, հագուստը հագին, այդ քահանան Գյումրի քաղաքի մեջ լրագրողին այնպիսի վատ բաներ ասեց, Աբրահամ ջան, ասեց հերթով քո հարազատներին պիտի հողը դնես, անես քեր տալիս այդ անձնավորությանը։ Որևէ նրան չեմ ոչ նրան եմ ճանաչում, ոչ նրան եմ ճանաչում, բայց ինքնին երևույթը շատ տհաճ էր, որ կարող է քահանան այդպիսի բան իրան թույլ տա եւ նզովքի ենթարկի եւ ասի պատկերացրու արի մենք լինենք այդ լրագրողը ավելի զուսպ գտնվեց լավ գոնե այսպես ձևակերպեմ որ նա չպատասխանեց պատկերացրու մեկը քեզ հանկարծ ասի բոլոր հարազատներիդ ամեն օր հերթով պիտի հողը դնես սա ինչ պահվածք է սա չարությունը սահմաններն անցել է սա մի անաստված մեկը չէր ասողը մեր հակառակորդ թշնամի ազգերը չէին, որ ասենք հա դե մենք սովոր ենք, որ նրանք մեզ այսպիսի բաներ ասեն։ Քրիստոնյա քահանան, ընդհանուր առմամբ քրիստոնեությունն է պահարակվում նման մարդկանց պահվածքի պատճառով։
Դեր ասեց ձեր պատճառով հեթանոսների մեջ չէ Աստվանունը կհայոյվի։ Ինչի պատճառով, որտեղ ճիշտ չեն ներկայացնում Աստծուն։ Եվ խնդիրը նա է, որ մենք ոչ թե շինծու կամ ձևտված պիտի քրիստոնեություն խաղանք, այլ օրիգինալ Աստծո որդիներ պիտի լինենք, բնական որդիներ, ոչ թե տանը մեկ այլ մարդիկ նման, բնույթով Քրիստոսի նման։ Մի կին ամուսնուն ասում է, սիրելիս ասում է, ես ուզում եմ, որ մենք եկեղեցու ամբիոնի մոտ ապրենք, բնակվենք ընդեղ ապրենք, ասում է ինչու, ասում է, որտեվ դու ամբիոնի մոտ այնքան բարի ես, այնքան լավն ես, ասում է, տանը լրիվ ուրիշ մարդ ես, ես ուզում եմ մենք տանից տեղափոխվենք ամբիոնի մոտ ապրենք։ Հիմա տես կինը հո ամուսնուն շատ լավ է ճանաչում, այսինքն մարդ, որը տանը ուրիշ մարդ է, դրսում ուրիշ մարդ է, կարա կնոջ հետ շատ խիստ խոսի, վիրավորի, կամ հարևանի վիրավորի, կապ չունի ում, խնդիրը, որ մարդը երկակի կյանք է ապրում։ Ձեր Հիսուսը ասեց, այնպես թող լուսավորի ձեր լույսը մարդկանց առջև, որպեսզի տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն ձեր հայրը, որ երկնքումն է։ Այսինքն առայժմ մեր հայրն է, նրանց հայրը չի ասում, ձեր հայրը փառավորեն։ Սիկը ստայլա հստակ մի հատ հուշում, որ դեռևս նրանց հայրը չի, բայց երբ որ տեսնեն ձեր բարի գործերը, ձեր լույսը տեսնեն, կփառավորեն ձեր հորը։ Գիտես, աշխարհից քամիներ է փչում, Աբրահամ ջան։ Ված քամիներ է, կրոնական առումով էլի, եւ մեղքի առումով, կրոնական, գիտես, ասենք մոլորությունների առումով, թե կախարդության, տարբեր տիպի մեղքի այդ քամիներն է փչում, աշխարհը այսօր մեղքի մեջ թաթախված է, բայց շատ վատ է, երբ որ եկեղեցուց է վատ քամիներ փչում աշխարհի վրա։ Ես հիմա կասեմ ինչ նկատի ունեմ։ Ես չասեմ որ քաղաքում, որ երկրում, բայց երկու տարբեր աղբյուրներից ինձ լուր տվեցին, բան պատմեցին, մի դեպք պատմեցին, որ շատ ցավալի, ես կցանկանայի այդ լուրը չլսեի, ոչ թե չլսեի, այլ չլիներ նմանատիպ իրավիճակ։ Մի հավատացյալ նստում է տաքսի եւ ուզում է գնա մեկ ուրիշ տեղ եւ տաքսիստները գիտես, չէ, սիրում են մարդկանց հետ խոսել, խոսակցել, զրուցում են եւ իրանք ամբողջ ինֆորմացիային տիրապետում են։ Շատ ինֆորմացիա ունեն իրանք։ Եվ անցնելով այդ քաղաքի շատ մի քիչ հեռու պետք է գնար, մեծ քաղաք է։ Եվ այդ քաղաքի մեջ անցնելով եկեղեցու կողքով, ավետարանական եկեղեցու կողքով, տաքսիստը նստած քրիստոնյային, որը չգիտի, որ ինքը քրիստոնյա է, հավատացյալ, ասում է, դու գիտես սա ինչ շենք է։ Ասում է, չէ, չգիտեմ։ Ասում է, սա չներողների եկեղեցին է։ Ասում է, ասենց մտքումս մտածեցի, ասեցի, բայ, ինչ ցավալի է, որ եկեղեցին նման ճանաչում ունի։ Ասում է, մի քիչ գնացինք եւ հասանք մեկ ուրիշ եկեղեցու կողքով ենք անցնում եւ այդ տաքսիստ ասեց իսկ գիտես սա ինչ եկեղեցի ասում է սա ինչ եկեղեցի ասում է սա էլ ատողների եկեղեցին է ստեղի մարդիկ շատ են ատում մարդկանց սա ողբերգություն է Աբրահամ ջան այո աշխարհից կարա քամի փչի եւ փչում է եւ եկեղեցի պիտի դիմակայի բայց երբ որ եկեղեցուց է քամի փչում ասում է եթե աղը իր համը կորցնի ինքը ինչով պիտի աղնի Ուրեմն մենք աղն ենք, բայց այդ աղը երբ որ կորցնում է իր հատկանիշները, բնականաբար շատ դժվար է արդեն։ Այո, Սուրբ Գիրքը ասում է Մատթեոս 24-ի մեջ, որ անօրինության շատանալու պատճառով շատերի սերը կպաղի եւ այդ սերը աստվածային սիրո մասին է։ Այստեղ աշխարհիկները չեն էլ ունեցել սեր, որ հիմա կորցնեն։ Խոսքը վերաբերվում է նրանց, ովքեր ունեցել են, ովքեր ճաշակել են Աստծո սերը եւ չեն պահել, այդ քամիները եկել են եւ փոխարինել են այդ ատելության, չներելուն, չարության,
անտարբերության, անհոգության, միթե մենք, հետո երբ որ մենք նայում ենք, ես էլ անպայման ասեմ, Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակների զգալի մասը վերաբերվում է բարության դրսևորման կամ չդրսևորման, մի խմբի կողմից դրսևորման, մի խմբի կողմից չդրսևորման։ Օրինակ, գառների եւ այծերի առակը մենք տեսնում ենք, բարի սամարացու առակն ենք տեսնում, մենք տեսնում ենք աղքատ Ղազարոսի մեծահարուստի, սա ինչ է, բարության դրսևորման որ պիտի բարություն դրսևորվեր, չէր դրսևորվում, մեծահարուստի մեղքը որն էր, գրված է, որ ինքը անառակություն էր անում, գողություն էր անում, չգիտեմ ինչեր էր անում, չէ, նման մեղքեր չի թվարկված իր մասին, այլ հոգ չէր տարել Ղազարոսին, որ ամեն օր իր աչքի առաջ են, հիմա մենք կարող ենք զուգահեռ տանենք մեր կյանքի, գուցե մարդ կա, որ տարիներով մենք նրան տեսնում ենք եւ ինքը կարիքի մեջ է, խնդիրը միայն գումարի մասին չի, մարդիկ հոգևոր սնանկության մեջ են, մարդիկ բան չի Տեր ասում Երանի հոգով աղքատներին, հիմա մենք կարող ենք հայտնաբերել այդ հոգով աղքատներին եւ նրանց ավետարանի լուրը տանք, որը ամենամեծագույն հարստությունն է, ավետարանը, Աստծո խոսքը, դա մեր ունեցած հարստությունն է, որը մենք պետք է շռայլորեն բաժանենք, ասում է ձրի ստացել եք, ձրի էլ տվեք։ Այդ ավետարանը լուրը պետք է տանք մարդկանց։ Ես սենց մի հարց եմ ուզում բարձրացնեմ, շատ կարևոր հարց է, Հայկ եղբայր։ Նայ, երբեմն մենք, երբ որ խոսում ենք Քրիստոսի նման լինելուց, ես ուզում եմ հարցս այսպես ձևավորեմ, նախաբանը, իսկական քրիստոնյայի դրսևորում եւ կեղծ, որովհետեւ աշխարհն էլ ունի բարի բաներ, մարդիկ կան, որ բարություն են անում, բայց դա ընդհանուր կապ չունի Քրիստոսի հետ, ընդհանուր բարերար են, ասենց անվանում, այ այդ սահմանագիծը նախ պետք է հասկանանք, հիմա այդպես տպավորություն չթողի, որ հիմա Հայկ եղբայրը խոսում է բարության մասին, ես գնամ բարություն անեմ, այդ էլ ասեմ, որ Տերն է, հետն էլ 50-50 մտնեմ, մի քիչ է ես եմ, Այնի Տերն է, մի քիչ է ես, այ մենք երբ որ խոսում ենք Քրիստոսի բնույթը ունենալու մասին, որովհետև դու դա ակնարկեցիր, դες Հիսուսի նման լինելը երբեմն ինչ ասոցացվում մեր մեջ, նրա նման հրաշքներ անել, նրա նման բժշկել, չգիտեմ, մեռելին հարություն առնել, քարոզել, նրա նման, բայց մոռանում ենք նաև այն կետերը, որ նա գնում էր, համարվեց մեղավորների և մաքսավորների բարեկամ, նկատում եք, իր բնույթը այս խոնարհ մարդկանց ծառայելու ամենածայրահեղ քայլին գնալու, որ ոչ մեկ իրապես չի գնացել այդ ծայրահեղ ընդհուպ խաչվելու մարդկանց, սա բնույթը տեսակա, թե պարտավորված ինչ-որ գործողություն է, որ պետք է անենք։ Մեկ դասությամբ սվարիչ պատասխան տամ դրան։ Դու այդ բնույթ բառը օգտագործեցիր, ես շեշտը դրեցի Աստծո որդի լինելու վրա։ Նույն իմաստուն, նույն բնությունն է։ Եթե մեկը որպես Աստծո որդի է անում այդ ամեն ինչը, նա ամբողջ որովհետև չի կարա չանի։ Այո։ Իր բնույթն է ամբողջ փառքը եւ պատիվը հորն է տալիս, ոչ թե իրան է վերագրում։ Որտեւ անում է ոչ թե իր համար, այլ անում է հոր համար, հոր թագավորության համար։ Մենք Աստծո թագավորության շահն ենք հետապնդում, որտեղ նրանն ենք, նրանից ենք, նրանով ենք եւ դեպի նրա ընտանիքի անդամներն ենք, կարելի է Աստծո արքայությունից ենք։ Մեր կյանքը դնենք, Պողոս առաքյալը հենց այդ սկզբունքով էր գործում, որ ինքը իր կյանքը, իր անձի շահը չէր փնտրում եւ հենց Կորինթացիս 13-ը ինքն է գրել, որ եթե սեր չունենամ, այս անեմ, այն անեմ, մարմինս արվելու տամ, պատկասու սա ինչ անznազողություն է, ոչինչ եմ, հիմա այդ քո ասած բարեգործությունն է, ոմանք կարող են միլիոնների կամ չգիտեմ, բեր չնյութականացնենք, շատ մեծ բարեգործներ լինեն, բայց զրո լինեն, ոչինչ լինեն, որտեվ առանց Հիսուսի անեն եւ Հիսուսի համար չանեն, այս դա է կարևորը, Հիսուսի հետ, Հիսուսն ասեց առանց ինձ ոչինչ չեք կարող անեք, իր հետ եւ իր համար անեք։ Եվ տես, եւ այդ բարությունը չպիտի ընտրովի, այստեղ շատ ուզում եմ շեշտադրեմ։ Երբ որ մենք ընտրովի ենք անում,
բնականաբար այդ ընտրությունով արդեն դուս ա գալիս, որ դա Աստված չի անում, որտեղ Աստված անաչառ Աստված է։ Այդ բարությունը չպիտի ըստ ճաշակի լինի, ընտրովի լինի, այլ պիտի բոլորի այդ ամենքը ես նորից եմ ընդգծում, տես, եւ դա դասակարգել եմ, թե որտեղ պետք է դրսևորվի։ Ատողների նկատմամբ պետք է լինի։ Հիմա պատկերացրու մեկը քեզ ատում է եւ դու նրա նկատմամբ բարություն ես անում։ Ասում է բարիք արեք նրանց, որոնք ձեզ ատում են։ Հիմա ոնց ես կարամ բարիք անեմ նրան, ով որ ատում է։ Այդ համարերը մենք շատ լավ գիտենք։ Դες դրա համար եմ ասում, թեորիապես մենք գիտենք, բայց կիրառությունը շատ է կահում այսօր քրիստոնեության մեջ, որտեղ մենք չենք ուզում, մենք արդեն էտել եմ ասեմ մի անգամ կրկնեմ, մենք հալածվողից տեղափոխվել ենք հալածողի դաշտ։ Որտեղ եթե հանկարծ մենք համարներ ենք գտնում, որ ինձ կպնի Աստվածքի Բիբլիա կպնում, Աստված sense կանի, Աստված sense կանի, բայց առաջի դարի կամ 5 տակարանի Աստծո մարդիկ նրանք նեղություններ էին կրում, դժվարություններ էին կրում եւ այո, գործկառակելություն տեսնում ենք, որ Աստծուն փառք տվեցին, որ Տիրոջ անվան համար հալածան կրեցին։ Երկրորդը անխելքներին պետք է մենք բարություն անենք։ Առաջին Պետրոս 2:15-ում ասում է, որտեղ Աստծո կամքը այսպես է։ Մարդիկ ասում են, «Տեր, ուզում եմ քո կամքը իմանամ, ուզում եմ քո կամքը իմանամ», որ իմանց անելու ես։ Աստծո կամքը այսպես է, որ բարեգործությամբ անխելք մարդկանց տգիտությունը ինչ անեք, պապանձեցնեք։ Հաջորդը հեթանոսներին։ Հիշում եք, չէ՞ Պողոսը, բարբարոսներին, հույններին, բոլորին պարտական եմ ես, չէ՞։ Երրորդ հեթանոսներին։ Առաջի Պետրոս 2:12-ում ձեր վարքը հեթանոսների մեջ բարի պահելով, որպեսզի եթե ձեզ չարագործների պես բամբասեն, ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը։ Գիտես ի՞նչն է հետաքրքիր։ Հիմա մեզ որպես չարագործ բամբասողին մտամուզում եմ, որ Աստված այցելի, հասը սա բայց ասում ձեր բարի գործերը տեսնելով փառավորեն Աստված այցելության օրը։ Բանից պարզում է, որ Աստված այդ մեզ չարագործներին, բամբասողներին ուզում է այցելի։ Բայց արդյոք դու ուզում ես, որ Աստված իրանց այցելի։ Չէ, մենք ուզում ենք, որ Աստված իրանց ինչ անի, պատժի։ Երկնքից կրակ իջացնի։ Այո, կրակը գա, բայց Տերը Հովհաննեսին ասեց։ Տերը Հովհաննեսին ասեց, դուք չգիտեք ինչ հոգի ունեք։ Երբ որ ուզում են այն գյուղում չընդունեցին Հիսուսին, ասեց կրակ գա։ Հետո սիրո առաքյալ դառավ Հովհաննեսը, որը ասում էր կրակ գա։ Այս սա է Աստծո ձեռագիրը, որ Հովհաննեսի կրակ իջացնողից դարձրեց սիրո առաքյալ, այս սա շատ կարևոր է։ Եվ այդ բարությունը պետք է հարատև լինի, շարունակական լինի, ոչ թե սենց հպանցիկ, սենց մի անգամվա, սենց պրոյեկտ էլի դրսևորվի։ Գաղատացիս 6-ի մեջ ասում է բարիք գործելուց չձանձրանաք։ Պարզվում է, որ մարդը կարող է ձանձրանալ այդ ամենի մեջ։ Քանզի հարմար ժամանակին պիտի հնցեք, եթե չթուլանաք։ Ուրեմն չձանձրանաս եւ երբեք չթուլանաս։ Ինչ է դա նշանակում։ Ձանձրանալ թուլան նշանակում է, որ Տեր, բայց ախր ես անում եմ, չեն նկատում, չեն գնահատում, Տեր, բայց ինչքան կարամ, արդեն հոգնել եմ։ Մենք կարող ենք արդեն ինչ անենք, բողոքենք, տրտնջանք, որ մարդիկ չեն տեսնում։ Աստված ամեն ինչ գիտի, ամեն ինչ տեսնում է։ Ես մի հատ պատգամ ունեմ, վերնագիրն է, ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել։ Աստված ամեն բան գիտի, ամեն բան հիշում է։ Նրա մոտ հիշատակի գիրք կա, որտեղ գրածում է թե լավ բաները, թե բադ բաները։ Էդ եմ ուզում շեշտեմ։ Եվ գիտես ինչն է հետաքրքիր, Ովսեի 6:4-ի մեջ Տերը ասում է, քազի ինչ ասեմ քեզ, ով Եփրեմ, քեզ ինչ ասեմ, ով Հուդա, որովհետև ձեր բարությունը առավոտվան ամպի պես է, ցողա որ շուտով կանցնի կգնա։ Ինչ է դա նշանակում։ Մակերեսային, շահադիտական, ոչ խորքային, բովանդակություն չունի։ Ճիշտ է։ Այսինքն մենք պետք է ռուսերեն լավ բառ կա, սադержательный, բովանդակային պետք է լինի, ներսից պետք է լինի, ոչ թե արտաքին, ինչ որ շահադիտական շուկայական հարաբերություններ չի։ Պողոս առաքյալը ասում է, ոմանք աստվածպաշտությունը շահավաճառություն են համարում։ Բայց մենք պետք է անկեղծ լինենք։ Հիսուսը ինչ շահ էր փնտրում։ Ով է քո ընկերը, ով է իմ բարեկամը, չէ՞։ Երբ որ հարցրեց, ով է,
մեկը որ ավազակների ձեռքներ ընկե եւ ստեղ հարց առաջանում մենք պետք է կրոնական ակնոցները հանենք Աբրահամ ջան նոր կարդանք Սուրբ Գիրքը այդ բարի Սամարացին առակը երբ որ Տերը պատմեց ովքեր անտարբեր անցան քահանան ով էր այդ քահանան ան քահանան աշխարհիկ անաստված մեկն էր ոչ քահանա էր Սիրո քարոզիչ այո որ գնում էր բեմից քարոզում էր սիրել հոգ տանել բայց անտարբեր անցավ ղևտացին նորից եկեղեցական բայց տեսնում ենք որ Սամարացին որը ընդհանրապես ուրիշ ասոցիացիություն ուներ այդ ժամանակի մեջ հрьяաների համար դա շոկ էր երբ որ Տերը զուգահեռ ատանում բարի Սամարացու հետ այս կետը մի քիչ շատ շեշտադրեցի արագ երկու կետ էլ ասեմ երկրորդ բանը ինչ ասում որ աշխարհը հայտնի երկրորդ բանը խաղաղությունն է ուրեմն առաջինը սեր հնազանդությամբ բարության դրսևորումով ատողներին, անխելքներին, հեթանոսներին եւ շարունակական լինի, երկրորդը խաղաղությունը, Երանի խաղաղարներին, որովհետեւ նրանք Աստծո որդիներ ինչ պիտի անեն, պիտի կոչվեն, ում կողմից պետք է, էլի դրսինների կողմից կկոչվեն։ Եվ ասում եմ, խաղաղության հետևից եղեք ամենքի հետ, եւ սրբության առանց սրա մեկը չի պիտի տեսնի Տերը։ Ինչն է հետաքրքիր, որ ամբողջ պատասխանատվությունը միակողմանի մերը չի այդ խաղաղության համար։ Դրա համար Պողոս Առաքյալը ասում է, որչափ կարելի է Հռոմեացիս 12:18-ում ամենքի հետ խաղաղություն ունեցաք, ինչքան որ հնարավորություն է ձեր կողմից։ Ձեր կողմից ինչքան հնարավոր է, դուք ձեր բաժինը արեք, երկկողմանի խաղաղություն չի կարող լինի։ Տերը նույնիսկ երբ որ մեր հետ խաղաղություն արեց, մենք է պիտի այդ հաշտությանը ձեռք մեկնենք։ Նախաձեռնող կողմ եւ ընդունող կողմ։ Այսինքն Եվ այս Սաղմոս 2-ն ինչ է ասում։ Նշանակում է, որ մենք կարանք շրջապատված լինենք մարդկանցով, ովքեր չեն սիրում խաղաղությունը եւ մենք խաղաղասեր ենք, բայց դիմացինը խաղաղություն չի ուզում, բնականաբար քո բաժինը դու արել ես, նա կողմից չի որևէ քայլ արվում, այստեղ մենք անպարտ ենք, այսպես ասած։ Եվ այս Սաղմոս 2-ն այս անպայման շեշտեմ 126-ի մեջ ասում է շատ ժամանակ իմ անձը բնակվեցավ խաղաղությունը ատողների հետ։ Եվ 7-րդ խոսքը ասում է ես խաղաղասեր էի, բայց երբ որ կխոսեի, նրանք կռիվ կանեին։ Ուրեմն այստեղ մենք անպարտ ենք։ Բայց դե Սաղմոս 2-ն չի ասում, դե ես է որոշեցի, ես էլ նրանց նման լինեմ։ Մենք մեր այդ բնությունը, մեր այդ պատկանելությունը, հոր պատկանելությունը, Աստծո որդու որակները, որ մեզ ի վերուստ տրված է վերստին ծնունդով Հիսուս Քրիստոսի որդիներ որպես լինելու, Աստծո որդիներ լինելու, մենք այդ որակները պետք է չկորցնենք անկախ դրանից որտեղ ենք մենք։ Մենք պետքա մնանք այդ տեսակը, որտեղ Հիսուսը մտավ մեղավորների մեջ, գնաց Մաքսավորի տուն, Փարիսեցու տուն, բայց ինքը իր բնույթը չփոխեց։ Մենք է պիտի մնանք այդ որակների մեջ, ինչպիսին որ Տեր Հիսուս Քրիստոսինն է։ Հռոմեացիս 16:20-ը ասում է. «Եվ խաղաղության Աստվածը շուտով խորտակի սատանան ձեր ոտքերի տակ»։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը Հիսուսի շնորհը ձեզ հետ լինի։ Տեսեք չի ասում զորքերի Աստվածը, զորության Աստվածը, խաղաղության Աստվածը։ Բանից բարձում է խաղաղությունը զենք է։ Եվ մեր հակառակորդը, մեր թշնամին լավ է հասկացել այդ զենքի զորությունը եւ ուզում է այդ զենքից մեզ կլի։ Նա ով որ խաղաղությունը կորցնում է, այդ մարդը շատ խոցելի է դառնում եւ շատ արդեն մեծ վնասներ կարա կրի իդեպ ամեն Աստծո թագավորության 3 բաներից մեկը խաղաղությունն է, արդարություն, խաղաղություն եւ ուրախություն Սուրբ Հոգով։ Այո, աշխարհն էլ ունի իր արդարությունը, աշխարհն էլ ունի իր խաղաղությունը, իր ուրախության ընկալումը, բայց Սուրբ Հոգու արդարությունը, խաղաղությունը եւ ուրախությունն է մեզ պետք։ Ինչ է ուզում Աստված հայտնի նաեւ։ Աստված ուզում է Քրիստոսի անուշ հոտը հայտնի մեր միջոցով։ Շատ լավ խոսքը։ Գիտես, մենք սիրում ենք օծանելիքը, չէ, Աբրահամ ջան, հատկապես ես ու դու, որ օծանելիք ենք անում, օծանելիքի հոտը դու չես կարող թաքցնել։
Նա որտեղ էլ լինես, այդ դու չես կարող ասես, հիմա մտնում եմ այս սրահը, հիմա հնեցան եմ այս օծանելիքի հոտը չկա, հետո դուրս գամ ընդեղ թողա։ Դա ամենտեղ տարածում է, այսինքն դու որտեղ էլ լինես, դրա համար է Պողոս ասում, երկրորդ Կորինթացիս 2:14-16-ի մեջ, բայց մենք ասում ենք Քրիստոսի անուր հոտն ենք բոլորի մոտ, թե կորսվածների մեջ, թե փրկվածների մեջ։ Ուրեմն միայն եկեղեցու մեջ չէ, այո, պետք է եկեղեցու մեջ էլ մենք Քրիստոսի անուր հոտը լինենք, բայց ամենտեղ պիտի լինենք կորսվածների եւ փրկվածների։ Երկու խումբ է, չէ՞, այսպես թե այնպես երկու խումբ կա։ Փրկվածներ կան եւ կորսվածներ կան։ Բոլոր տեղերում մենք պիտի Քրիստոսի անուր հոտը լինենք եւ մենք պիտի լինենք այդ անուր հոտը անորոշ մի բան չի։ Այդ անուր հոտը իր մեջ պատգամ ունի։ Իր մեջ ուղերձ ունի։ Պողոս առաքյալը ասում է, բայց դուք եք մեր թուղթը, սրտերի մեջ գրված, ճանաչված, կարդացված նորից եմ ընդգծում ամեն մարդուց։ Ուրեմն ոչ թե որոշ մարդկանցից, հայտնի լինո, որ դուք Քրիստոսի թուղթն եք, ինչ է գրված մեր վրա, ինչ է գրված մեր ճակատին, մեր սրտերի մեջ։ Ինչ է գրված։ Որ Տերը մեզ հարմարացրել է, որ մենք նոր կտակարանի պաշտոնյաներ լինենք։ Սա մեծագույն պատիվ է եւ օրհնություն է մեզ համար եւ պատասխանատվություն է։ Ինչ ուղերձ ենք մենք կրում այսօր աշխարհին։ Շատերը այսօր փորձում են Աստծուն արդեն որպես դատավոր ներկայացնեն, բայց Հիսուսը շարունակում է լինել փրկիչ։ Ասում է ես եկա կորածը գտնելու եւ փրկելու եւ հենց այն падգամը, որ ասում է մենք Քրիստոսի կողմանե դեսպանություն ենք անում, որպես թե Աստված մեր միջոցով կոչ է ուղում։ Մենք աղաչում ենք ձեզ Քրիստոսի կողմանե, հաշտվեք Աստծո հետ։ Աղաչում ենք։ Պողոսը նորից են վերադառնում, ես պարտական եմ բոլորին։ Ինչ ուղերձ ենք տալիս, հաշտվել Աստծո հետ։ Հաշտվելու դեպքում տեղի ունենում հաջորդ մի կարևոր բան, որը դեռևս ընթացքի մեջ է, Տեր Հիսուսի քահանապետական աղոթքը։ Քահանապետական աղոթքը, երբ որ Տերը 17-րդ գլխում Հովհաննեսի 21-ում ասում է, որպեսզի ամենքը մեկ լինեն, ինչպես դու ով Հայր իմ մեջս ու ես քո մեջս, որպեսզի նրանք էլ մեր մեջ մեկ լինեն եւ աշխարհը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Միթե մեր ուզածը դա չի, որ աշխարհը հավատա։ Կարող ենք այս վերնագիրներ դնենք այսօր Աբրահամ ջան։ Որ աշխարհը հավատա։ Այո։ Սա ամենամեծագույն տեսիլքն է, մեծագույն ասում են ինչ տեսիլք ունես, ինչ ունես։ Սա ամենամեծագույն տեսիլքն է, որպեսզի աշխարհը հավատա, թե դու ուղարկեցիր ինձ։ Սա արդյունության նախապայմանն է։ Աստծո որդիների հայտնությանն է սպասում եւ աշխարհը սկսում է հավատալ Աստծուն։ Սա հավատքի խոսք է, եւ եթե մենք այս խոսքը բռնենք, այս խոսքի նախաձեռնողը, հիմնադիրը ինքը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Դեռևս 2000 տարի առաջ աղոթել է, այս աղոթքն է բարձրացրել։ Այս աղոթքը գործողության մեջ է, մեր օրերի մեջ է։ Եվ Երանի նրանց, ովքեր այդ աղոթքի մեջ կլինեն։ Այդ աղոթքի իրագործման մեջ կլինեն, այո, ոչ թե իրանց սեփական ուժերով։ Հիսուսը ասեց. «Իմ անունով արեք, ինձ հետ արեք, առանց ինձ չեք կարա ոչ մի բան անեք»։ Քանի որ ինքն է այս աղոթքի հեղինակը, եւ ինքը այս վերջի ժամանակների համար էլ աղոթել չէ, ասեց ես ոչ միայն նրանց համար եմ աղոթում, այլ նաեւ նրանց համար, ովքեր կլսեն նրանց խոսքով։ Եվ այս էստաֆետան գալիս է մեր օրերի մեջ։ Այսքանն եմ ուզում ասել, որ շատ ժամանակը չչարաշահենք։ Հայք եղբայր շատ ոչինչ, շատ շնորհակալ ենք այս պատգամի համար, կրկին անգամ նորից մեր մեջ թարմացավ այս խորհուրդը, որ մենք Աստված մեզ կանչել է եւ տվել է վերստին ծնունդ եւ դա ինքնանպատակ չի, դա պետք է այդ վերստին ծնունդը եւ ասեմ, որ հասունության հետ էլ է կապված մեր ընթացքը, թե ուզում ես իմանաս ուր ես հասել հոգեվոր կյանքի մեջ, ինչ հասունության որ փուլում ես, նայր քո գործերին, այսինքն որքան այս գեներացված Աստծո խոսքով ծառայելու մարդկանց։ Հետաքրքիր է, որ ես մտքիս մեջ մի բան եկա, որ Հիսուսի քահանայապետական աղոթքը
մենք միշտ ընկալում ենք աղոթք, որը մեզ համար է եւ մենք կարիք ունենք այդ աղոթքը ընկալելու, հավատալու, որ մենք նրանով փրկված ենք եւ նա մեզ չկորցրեց։ Շատ լավ է, շատ ճիշտ է, բայց այսօր ես մի բան հասկացա, որ այդ աղոթքը Հիսուսի նաեւ մեզ համար է մեսիջ, այսինքն կգա մի բան մեր կյանքի մեջ, որ մենք էլ այդ աղոթքը կանենք։ Տեր, այն ինչ որ մեզ տվեցիր, մենք պահեցինք եւ աղոթում ենք նրանց համար, ովքեր մեր միջոցով փրկվեցին, նկատում ես այս գիծը, ինչպես դու ասացիր, դա էստաֆետա է, որ փոխանցվում է։ Նույն աղոթքը, գրեթե նույն աղոթքը Պողոսն է անում, կամ արտահայտությունը։ Ընթացքս բարի պատերազմս պատերազմեցի, ընթացքս կատարեցի, հավատքս պահեցի։ Նկատում ես։ Այո։ Ինչ էր այդ բարի պատերազմը, եթե ոչ դժոխքից մարդկանց խլելը, պայքարները, հա, վերջապես շատ լիքը բաներ կա դրա մեջ։ Եվ կարծես մարդ, որ իր կյանքով այլևս չէր ապրում, նա ապրում էր, այսպես ասած, Տիրոջ տված այդ շնորհքով, որ մարդկանց փրկության պատճառ էր դառնում։ Այո, եւ դա միանշանակ ցուցիչ է այն բանին, որ եթե ես վերստին ծնված եմ, ես այլևս իմ կյանքով չեմ ապրում, այլևս իմ ուզածով չեմ ապրում, իմ իրավունքներով չեմ ապրում, ես ուզում եմ Տիրոջ կամքի մեջ լինել, Աստծո ծրագրի մեջ, մի ձևով, հա, պրոյեկտի մեջ։ Շատ շնորհակալ ենք, Հայկ եղբայր, Տեր օրհնի քեզ շատ։ Լավ, իրոք հրաշալի խոսքեր։ Եթե կոչ ունես, սիրով եւ քո աղոթքով ավարտենք եղբայրս։ Կոչս սա է, որ մենք նրանք, ովքեր իրենց համարում են քրիստոնյա, հավատացյալ, Քրիստոսի աշակերտը, պետք է բարի վարք դրսևորեն։ Քրիստոսի որակները դրսևորեն։ Շատ ճիշտ ես։ Նրան ներկայացնեն, որպեսզի մեր մեջ տեսնեն Հիսուսին, որտեղ Աստծո որդիների հայտնության կարիք ունեն, ոչ թե կրոնավորների, չգիտեմ, այսինչականների, ասма Պողոսյաններ, Ապողոսյաններ, այսինքն մենք չենք ներկայացնում այս եկեղեցին, այն եկեղեցին, այս հարանվանությունը, այն հարանվանությունը, այս չգիտեմ ուղղությունը Աստծո որդի, սրանով ամեն ինչ ասված է եւ Աստծո որդու որակները Սուրբ գրքում զետեղված է Գաղատացիս 5-րդ գլխի մեջ Սուրբ Հոգու պտուղները դա Հիսուսի պտուղներն են Հիսուսի մեջ եղած պտուղները պետքա դրսևորենք դրա մասին մենք կարդում ենք եւ դա հոգու պտուղ է քանի որ նա ով որ Քրիստոսի մեջ ասում նոր ստեղծված է իսկ այդ նոր ստեղծվածը ունի այդ պտուղները թույլ պիտի տա Սուրբ Հոգուն որ այդ պտուղները դրսևորի մարմնավորությունը կամ հին բնույթը այսպես ասած չէ հին մեր էությունը չի կարող եւ երբեմն մարդիկ կամ փորձում են հնին համոզեն որ պտուղ դրսևորի չի լինի դա նորը պետք է ասում մեր մեջ Հովանեսը նույնիսկ ասեց ես պիտի փոքրանամ որ նա մեծանա դες բանաձև կա միջև մենք այդ մարմինը հինը չճնշենք, չխաչենք, նորը չի կարա դրսևորվի։ Այս սկզբունքն է, որ մենք ուզում ենք համենք ապրենք, համել այդ մենք այդ մեր եսով, եսը չի կարա Աստծուն փառավորի։ Եսը Իրանն է, ես հենց ասված է դրանով ամեն ինչ, որ եսը Իրանն է փնտրում, բայց երբ որ մենք այդ եսը ճնշում ենք, մեզանից ոչինչ չի մնում, մեր շահից ոչինչ չի մնում, մնում է միայն Հիսուսի շահը, նրա փառքը, նրան ներկայացնելը այս աշխարհին, որ մենք չերևանք, այլ նա երևա, ու նա փառավոր։ Տեր օրհնի քեզ, Հայկ եղբայր եւ քո աղոթքով ավարտենք եթե։ Շնորհակալ ենք, սիրելի Հայր, փառք ենք տալիս քո սուրբ անվանն այս հրաշալի օրվա համար, այս նոր օրվա համար, որ դու մեզ տվեցիր։ Շնորհակալ ենք Տեր։ Շնորհակալ ենք այս հնարավորության համար, որ մենք վերանայենք մեր կյանքը, մեր ընթացքը, մեր հիմքերը, մեր դավանանքը, մեր պատկանելությունը, մեր բնույթը Տեր իմ Աստված, շնորհակալ ենք։ Մենք աղոթում ենք եւ խնդրում ենք, որ քո Սուրբ Հոգու եւ քո խոսքի ներքո մենք ճիշտ գնահատական ունենանք մեր մասին եւ եթե կան խնդիրներ եւ ես վստահ եմ որ կան որտեղ շատ բաներ կան եւ դու ամբողջ փաթեթը միանգամից մեզ չես ներկայացնում որ մենք չթուլանանք չընկճվենք
այլ ուզում ես քայլ առ քայլ մեզ հայտնես այն բոլոր պահանջները, որ ուզում ես մեր մեջ, Տեր ջան, բաներ, որ չտեսնես եւ բաներ կա, որ ուզում ես մեր մեջ տեսնել։ Մեր մեջ կայուն բնավորություն ստեղծի Քրիստոսի պտուղները, որակները, բեր հաստատուն վիճակում դիրտեր։ Ես չեմ ուզում, որ մեր բարությունը առավոտվա ցողի պես լինի, Տեր, անցողիկ լինի, պայմանական լինի, շահադիտական լինի, ընտրովի լինի, այլ դուր որ մենք քեզ թույլ տանք, որպեսզի այն կյանքը, Հիսուս ջան, որ դու ապրել ես 2000 տարի առաջ, այն բարությունը, այն սերը, այն կարեկցանքը, որ դրսևորում ես բոլորի նկատմամբ, մեղավորների նկատմամբ, Տեր, դու նույնը անես մեր օրերի մեջ, մեր միջոցով։ Մենք էլ ուզում ենք ասենք, ահա ես Տեր, ահա ես, մաքրիր ինձ, թող քո կրակը դիպչի իմ շուրթերի վրա, արի մաքրիր իմ սիրտը, իմ շարժառիթները մաքրիր, որպեսզի ես քո ձեռքերի մեջ պիտանի անոթ լինեմ, քեզ ներկայացնելու, քո անունը փառավորելու եւ քո թագավորության շահը հետապնդելու։ Օրհնիր մեր սիրելի քույրերին, եղբայրերին, ովքեր լսում են, ովքեր այս խոսքը լսում են Տեր իմ Աստվածս, թող որ այդ խոսքը կյանք դառնա եւ իրանց պտուղը բերի եւ դու փառավորվես այդ պտուղների դրսեւորման մեջ, որին արժանի ես։ Ամեն։ Ամեն։ Հոգեստեր։ Հրաշալի առավոտ ունեցանք Տիրոջ խոսքի շուրջ, ախորժակներս բացվեց, էներգիա հավաքեցինք, ուժ հավաքեցինք եւ պիտի գնանք մեր օրվա, այսպես ասած, գործերին հաղթանակած Հիսուսի անունով։ Տեր օրհնի ձեզ, եղեք հաջողված։ Հայկ եղբայր, շնորհակալ ենք, Տեր օրհնի քեզ էլ, եղիր հաջողված, օրհնված եւ պատղաբեր եղբայրս։ Նորից կհանդիպենք։ Դեռ տարին առջևում է։ Սիրելի բարեկամներ, Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ։ Մանրամաთა, Տերը շուտով գալու է։